մեծ շնորհակալություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ուղղակի եւ անուղղակի փաստորեն ամրապնդեց հայ հասարակության մեջ արմատածած այն խորը կասկածները, որը վերջերս արտաբերեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ Եզրասը փաստորեն հանդիսանում է ռուսական հատուկ ծառայությունների գործակալ։ ԿՊԱ-կան падգամավորի այս խոսքը կարելի էր գնահատել որպես տգիտություն առաջ անցնել, բայց կարելի է այն համարել նաև ինքնախոստովանական կամ իր շեֆի դեմ հանցագործության մասին հաղորդում։ Հիմա բացատրեմ ինչպես։ Ուրեմն Եզրաս Սրբազանին Վլադիմիր Պուտինը կարող է պարգևատրել, որովհետև Եզրաս Սրբազանը գրեթե 3 միլիոնանոց համայնքի, Ռուսաստանում բնակվող հայ համայնքի հոգևոր առաջնորդն է, եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը կարող է շնորհակալ լինել հայ համայնքի հոգևոր առաջնորդին, որի ջանքերի շնորհիվ է նաև որ հայ համայնքը չի ընկել տարբեր ուժերի ազդեցության տակ, ինչպես օրինակ ադրբեջանական համայնքը, որը ի վերջո պարզվեց, որ գործել է ռուսական պետության դեմ։ Այստեղ շնորհակալության տեղ կա եւ կարող է լինել։ Իսկ հիմա կխնդրեմ ԿՊԱ-կան падգամավորը բացատրի, կամ եթե չի բացատրի, մենք իր ենթադրությունների հիման վրա մեր վերլուծությունները կանենք, ինչի համար է պատրաստվում Ղազախստանի նախագահը պարգևատրել Նիկոլ Փաշինյանին, որի մասին այսօր գրել էր Հրապարակ օրաթերթը։ Ըստ այդ հրապարակման, այդ պարգևը կլինի Ղազախստանի ամենաբարձր պետական պարգևը, որը տրվում է օտարերկրյա քաղաքացիներին։ Այն կկոչվի Ալթն Կիրանի ոսկե արծիվ, այն շնորհվում է Ղազախստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ պետական ծառայությունների համար։ Եթե հավատանք ԿՊԱ-կան падգամավորի վերլուծություններին, որ եթե պարգևատրում են, ուրեմն այդ պետության գործակալներն են, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ըստ ԿՊԱ-կան падգամավորի թուրքական աշխարհի գործակալն է, քանի որ Ղազախստանը թուրքական աշխարհի մաս է կազմում, եւ թուրքական աշխարհին մատուցած բացառիկ ծառայությունների համար են պարգևատրել Նիկոլ Փաշինյանին։